Այսօր օգոստոսի 24-ին ավարտվեց Տաշվանգա ամառային ճամբարի երկրորդ հերթափոխի աշխատանքը։ Արդեն մի քանի տարի անընդմեջ գործող այս ճամբարը կազմակերպվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից։ Երեխաները հաճախելով Տաշվանգայի ճամբարը գեղադեսիլ բնության գրկում հեռու քաղաքային ժխորից վայելում են անդորր ու հետաքրքիր առօրյա։ Այս տարի համեմատած անցած տարիների հետ ավելացել է խմբերի քանակը։ Ընդհանուր թվով հանգստացել են մոտ 600 երեխա։ Թեև մեկ հերթափոխի տևողությունը ընդամենը 15 օր էր, սակայն երեխաների համար այդ 15 օրերը ստեղծել են հաճելի տպավորություններ և մանկական քաղցր հուշեր։ Ես այստեղ առաջի անգամն եմ և շատ գոհ եմ դասատուներից, շատ լավ է իմ օրերը անցել 15 օրվա ընթացքում։ Առավոտյան եկել ենք և մի քիչ խաղացել ենք, հետո մեկ-անց-կես հացն են բերել, պաղպաղակ և այլն։ Հետո երբ որ վերջացնում էինք, խաղում էինք, հետո մրցույթներ էինք կազմակերպում։ Ես գոհ եմ ընկեր Գոհարից, որ մեր չարությունները տարել է և բոլորիդ շատ շնորհակալ եմ։ Իսկ ինչ եք սովորել ընդհանրապես, ինչ կսովորեցին ճամբարի մեջ, Պարեր էինք սովորում, երգեր։ Մեր խմբի անունը Արարատ, իսկ կարգախոսը Արարատը մերն է, արքաներից ձեռքն է։ Այո, շատ էի ուզում, որ այսօր չլիներ, երբ որ իմացա, որ այսօր վերջի օրն է, շատ տխրեցի։ Այս არის 15-დღიანი բանակից դախուրվա, այս არის უკვე მეორე նակադի, მე პირველად ვარ ბანაკში ლიდერად, დღეს ვარ ძალიან ბედნიერი, რომ გავხდიამ ურთიერთობის ნაწილი. ბანაკმა მაჩუქა ძალიან კარგი მეგობრები და მისი არარსებობის შემთხვევაში შეიძლება ამ ადამიანებს საერთოდ ვერ შეხვედროდი. აქ ბანაკში მიმდინარეობს ურთიერთობის დემოკრატიული სტილი, ეს იმას ნიშნავს, რომ ლიდერებსა და ბავშვებს შორის არის მეგობრული ურთიერთობა და ისინი თანაბრად არიან ჩართული ყველანაირი აქტიურობაში და ყველანაირი საქმიანობაში. ბანაკის თითეული დღე წარმატებულად ჩაიარა და თითეული დღე აქტიური იყო. აქ ჩვენ ვთამაშობდით მოძრავი და მხიარული თამაშები, რომლის დახმარებით მონაწილეებს სწრაფად იმახსოვრებენ ერთმანეთის სახელებს, ასევე ისეთი თამაშები, რომლებიც ავითარებენ როგორც ბავშვის აზროვნებას, ყურადღებას, ასევე მეხსიერებას და აფართოებენ სიტყვათა მარაგს. ერთი შეხედვით ბავშვებისთვის პირველი დაბრკოლება სწორედ დამეგობრება წარმოადგენს. ჩვენ დიდ მონაწილეობას ვღებულობთ იმაში, რომ ბავშვები, უცხო ადამიანები ერთმანეთისთვის საუკეთესო მეგობრები გახდნენ და ყოველდღიურად ჩანს, როგორ უახლოვდებიან ერთმანეთს ბავშვები და ბანაკიც ნელ-ნელა ცოცხლდება. ძნელია მე ვილაპარაკო იმის შესახებ, თუ რას გრძნობენ, რა ემოციებით არიან ბავშვები ბანაკში ყოფნის დროს, თუმცა ეს ბოლო დღე დამშვიდობებისას კარგად ჩანს, მათ თვალებზე მომდგარი ცრემლი ყოველთვის ბევრს მეუბნებოდა. მადლობა მინდა გადავუხადო ამ ბანაკის ხელმძღვანელებს, ბატონ სტელმაშოვს, განსაკუთრებით ქალბატონ დალის და ნანას, ისინი ყველაფერს აკეთებენ ჩვენთვის, რაც გვჭირდებოდა, ყველაფერი აბსოლუტურად მაღალ დონეზე იყო, მაღალხარისხიანი იყო, როგორც კვება, ასევე დანარჩენი ნივთები. მადლობა ასევე ყველა ლიდერს, ვინც გუნდებთან მუშაობდნენ, բանակის მონაწილეებს და მშობლებს. Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը հնարավորության դեպքում ցանկանում է ընդլայնել Տաշվանգա ամառային ճամբարի ծրագրային շրջանակները, քանզի երեխաների հանգիստը կազմակերպելով բնության գրկում, այն իր բովանդակությամբ օգտակար և առողջարար է։ Մենք գտնվում ենք Տավշանքա անդարային մասիվում, որտեղ ամբողջ աշտեն մի ամիս է տեղի ունենամ ամառային մանկական ճամբարը, որը այսօր վերջի օրն է, այսինքն փակման օրն է։ Ուրեմն այս տարի արդեն մենք մի անգամ ասել ենք,
նորից կերգնենք երևի, այս տարի ընթերցվավ միջին հաշվին 300 երեխա, մենք ունեինք 6 ջոգատ, որտեղ ամեն մեկ ջոգատը 25 հոգից բարգացած էր եւ ունենք 6 ջոգատավար լիդեր եւ մի բուժքուր ամեն մի ծախսերը իր վրա վերցրել է ահալքալակի մունիցիպալիտետը նախքին կազմված սմետային, ուրեմն ծախսերը ըստ տենդերային հիմքի վրա կատարվում է տենդերային ձևով եւ այս տարի տենդերը մասնակցել եւ հաղթել է ադգոմելած է դալին եւ ուզում եմ ասել որ միջին հաշվին ամեն ինչ նորմալ է անցկացվել եւ երեխաների տիրագույն եւ պետքական ինվենտարի որակը եւ ամեն ինչ այսինքն գրված է եւ տրանսպորտային գազագերբումը ամեն ինչ գրված է տենդերային պայմանների մեջ կատարվել է եւ նախկին ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ կազմակերպիչներին եւ մեր մունիցիպալիտետին, քանի որ մունիցիպալիտետն է վերջի հաշվում հատկացվում է սպորը, որ մենք կարող ենք աշխատել կազմակերպել այս ամեն մի լավ երեխաների համար միջոցառում։ Մի խոսքով իմ կարծիքով մեր երեխաների համար քաղաքի, հատկապես երեխաների համար շատ լավ մտածմունք է եւ տա Աստված որ մենք կարողանանք այս լավ առաջնորդը, այս ավանդույթը շարունակենք հետագա տարիներում եւ ավելի զարգացնենք, ավելի լավացնենք եւ լավացնել ասելով պայմանները լավացնենք, ասենք թե ինչ որ մի շինարարություն սարքենք, որովհետեւ որ տոնի բանի ժամանակ երեխաները չմնան տոնի տակ, ուտելու տեղը ավելի հարմարացված, ու դա իհարկե ծախսերի հետ է կապված, եթե ամեն ինչ լավ է մեր պետության մեջ, մեր շրջանի մեջ, մեր բյուջեն, կասկած չկա, որ այդտեղից մի քիչ էլ ուրեմն կհասնի մեր երեխաներին։